Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքում լայնածավալ շինարարություն է ընթանում։ Ապրիլի 2-ից սկսված քառօրյա թեժ մարտերի ընթացքում ադրբեջանական զինուժի կրակահերթի տակ հայտնված քաղաքում վնասվել են 5 տասնյակ շինություններ, ավերվել 22 տուն, որոնցից 6-ը գրեթե ամբողջությամբ։ Հրետակոծությունից Մանյա Գրիգորյանի տան միայն պատերն են մնացել։ Մարտակերտցի կնոջը սակայն գույքային վնասը շատ չի մտահոգել, քանի որ ընտանիքն արկի պայթունից րոպեներ առաջ է հասցրել փախչել։ Բայց երեխեքս ամուսինս ողջ մնացին, իմ համար ամենակարևորն է։ Շինարարությանը տիկին Մանյան անձամբ է հետևում։ Տունը ռմբակոծված տեսնելուց հետո ամուսինը կամավորների հետ դիրքեր է շտապել։ Ավերված տանիքն արդեն ամբողջությամբ կառուցված է, հերթը պատուհաններինն ու ներքին հարդարմանն է։ Արկի բեկորները վնասել են նաև տան բոլոր իրերը։ Սաղ ջարդվել է, մնացել է մեկ ճիշտ շամպայն ու մեծ տղուս նկարները ու պատից կախված ժամացույց։ Ճիշտ շամպայնը կպահեմ, որ տունս վերանորոգեն, կբացեմ ու կնշեմ։ Ադրբեջանական կրակահերթից ավերվել է նաև Մարտակերտցի Գուրգեն պապի տունը։ Շենքի կեսը հողին է հավասարվել, իսկ անասնագոմի հետքն անգամ չի երևում։ Այս գոմը հիմա չկա։ Չկա, փլված է, ո՞նց է չկա։ Այսինքն այս տարածքում գոմ էր։ Գոմ է եղել, հա, այնտեղ։ Այստեղ կանաչի օգտվում, գոմն են կողմն եղել։ Հիմա չկա, լի ոչ մի բան։ Գուրգեն պապն ասում է, արտերկրում ապրող զավակներն ամեն օր իրենց մոտ են կանչում, սակայն Մարտակերտը լքել չի պատրաստվում։ Շինարարներին կարգադրել է տունը նույն հատակագծով վերակառուցել։ Քարուքանդ եղած տան մյուս հատվածում 77-ամյա ծերունին այսօր սեղան էր գցել ու տարեդարձ էր տոնում։ Փառքաստուորից ողջ եմ մնացել, իմ ծննդյան օրս է, 77 տարեկան լրացել եմ։ Ծնվել եմ այս հողում, Ղարաբաղում, պիտի ես մահանամ այս հողում, այս ընտանիքում։ Այսինքն չես թողի տունը դեպի։ Չեմ թողնի, ոչ միտեղ ես գնալու պատճառ չունեմ։ Թող մեր թուրք եղբայրները իմանան, որ մենք չենք շարժվելու ստեղից։ Ադրբեջանական բանակի արկն ուղիղ Գայանե Խաչատրյանի տանիքին է ընկել։ Կոտրվել են պատուհանները, բեկորներն ավերել են բոլոր սենյակները։ Տիկին Գայանեն արդեն 10 օր է պատերի ու հատակի միջից հանում է դրանք։ Ուրեմն գրիշը полностью չկա, ասենք, այս մասը մենակ գրիշը չկա, բայց այն մասը փետվածքն էլ չկար ամբողջովին։ Պատուհանները, ինչպես տեսնում եք, ջարդված վիճակում են, հետո առստաղն է, պատերն է, սաղճակած, բաղնիքը, որ մեկ ասեմ։ Մեկ արկանք է տանը։ Ես չեմ կարող ասեմ, ես արկը չեմ էլ տեսել, կտո բեկորներն եմ տեսել։ Մինչև հիմա էլ տան մեջ հավաքում ենք, էլի կա, հատակին ենա։ Այստեղ այս փոքրն է մնացել, մնացածը սա հավաքել ենք։ Փոքր բեկորներն են։ Այս շատ փոքրն է, ուղղակի խրվածա չկարացի հանեմ, թե չէ մնացածը սա խանած է։ Այս էսենց վիճակ է։ Շինարարությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի կառավարության ֆինանսավորմամբ։ Մարտակերտի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ռադիկ Արուշանյանը վստահեցնում է, արդեն առաջիկա օրերին վնասված շինություններ քաղաքում չեն լինի։ Այս ցախի տունը արդեն տանիքը լրիվ վերակառուցված է, լրիվ հիմնովին վերակառուցված է, ներքին հարդարման աշխատանքներ են կատարում։ Այս կողքին էլ ինչպես տեսնում եք, հենա վարպետները աշխատում են, երբ վաղը մյուս օրն էս մի երկրորդ տանտանիք։ Կողքի տունը չի էլ զգացում արդեն։ Հա, ներքին աշխատանքներ այնտեղ։ Շինություններից բացի ցուցակագրվել է նաև վնասված կենցաղային տեխնիկան։ Ղարաբաղի իշխանությունները վստահեցնում են, բնակիչները կփոխհատուցվեն նաև դրանց համար։ Մարտակերտի վարչակազմի ղեկավարի տեղակալի խոսքով, քաղաքի բնակիչներն արդեն վերադարձել են։